Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Դատական նիստերին բարբերաբար այդ հարցերն բարձրացրել ենք, որևէ արձագանք չի եղել։ Գլխավոր դատախազը Արթուր Սարգսյանի անձեռնամխելիությունից զրկելու process-ում ազգային ժողովում հայտարարեց, որ նշանակվելու է փորձաքննություն։ Բայց այդ փորձաքննությունը առնվազն այնքան ինչքան մենք այդ գործի նախաքննությանը մասնակցել ենք չկա եւ դատական գործունեությունում չկա նման փորձաքննություն։ Որևէ պատճառաբանություն այդ մասով չեն տվել։ Ես ունեմ իմ ենթադրությունները։ Առնվազն մի ձայնագրության շուրջ հայտնիա ձեզ բոլորիդ մենք ֆիքսել ենք, որ այդ ձայնագրությունը եւ սղագրությունը կեղծված է։ Ենթադրում եմ, որ եթե գնար փորձագետների մոտ, գուցե շատ ավելի շատ կեղծիքներ կարող էին բացահայտել։ Հիմա ինչ պետք է լիներ պատշաճ քննության պարագայում ցանկացած գործով, որտեղ կան ձայնագրություններ։ Պետք է նշանակվեր մի քանի տեսակի փորձաքննություն, ընդհանուր առմամբ համալիր փորձաքննություն։ Նախ պետք է պարզվեն աուդիո ֆայլերը, ամբողջական են թե ամբողջական չեն։ Արված են այն ժամանակահատվածում, այսինքն ստեղծված են այն ժամանակահատվածում, որին վերագրվում են, թե ոչ։ Ինչի է սա կարևոր, քիչ անց կանդրադառնամ։ Ամբողջական են, մոնտաժված չեն, հստակ են, այլ ձևափոխման ենթակա չեն, օրինակ ձայնը բարձրացված, իջեցված եւ այլն, որևէ տեսակի միջամտություն չկա։ Դրանից հետո արդեն ձայնային էկվալայզերների միջոցով պետք է նույնականացվեր անձանց ձայները եւ վերջնական աղմուկ փորձագետը ինքը պետք է հաստատեր բոլոր այդ դիալոգների իրականությունը եւ անձանց մասնակցությունը, այսինքն ինքը պետք է վերցներ բոլորի ձայնային նմուշները, երբեմն մեղադրյալները կամավոր են այդ տալիս, երբեմն եթե հրապարակային գործունեություն են իրականացնում ցանկացած տեղից կարող են ձայնը վերցնել, հետո քննչական գործողությունների արձանագրությունից այսինքն նմուշները, սեմպլները միշտ կարողանում են վերցնել, համադրելով վերջնական փորձագետի եզրակացության ինքն է տալիս բոլոր այդ դիալոգների համապատասխանությունը իրական լինելը եւ որ արտահայտությունը ում կողմից է կատարվել։ Բայց փորձաքննությունը չի արվել։ Որևէ փորձաքննություն չկա, այս պարագայում սա ստացվում է, ինչպես գործընկերս ասաց, օդում ինչ-որ մեկի ինչ-որ պաշտոնատար անձի ենթադրած թե ով ինչ է խոսում, որևէ ապացույց լրացուցիչ չկա դրա վերաբերյալ եւ որևէ տվյալ չկա ժամանակային փոփոխություն կամ որևէ միջամտություն առկա նյութերում, ձայնագրություններում թե ոչ։ Ինչ եմ ժամանակագրության վրա շեշտադրում կատարում, որովհետև մենք օրինակ գործի նյութերում տեսել ենք, որ երկու ԱԱԾ-ի աշխատողներ նույն խոսակցությունը մեկը վերագրել է օրինակ պայմանական թիվ եմ ասում փետրվարի 4-ին, մյուսը փետրվարի 10-ին։ Դուք ձեր կողմից ապացուցում եք այսպիսի փորձաքննություն, օրինակ հակառակը ապացուցելու համար, որովհետև նաև այն չի, որ իրենք ապացուցեն, որ դա արվել է, դուք կարող եք ապացուցել, որ դա չի արվել։ Չէ, իրականության մեջ այդ մի հարց, որ դուք արել եք կամ ձեռնարկել եք, օրինակ անկախ փորձագետի կամ միջազգային փորձագետի, ելնելով նրանից, որ Հայաստանում այդ ձեր ատեղ փորձաքննությունները մեկ-երկու մատերի վրա աշխատող մարդիկ կարող են անել, անուններն գիտեն, գուցե նրանք հրաժարվել են, գուցե նաև արդեն պատվիրել են ունեն տվյալները եւ դուք տեղյակ եք, որ արվել է փորձաքննությունը։ Սենց ասեմ, մենք որևէ առարկություն չէինք ունենալու, եթե իրանք բերեն փորձաքննությունը հիմնավոր էին ասեին։ Այս ձայնագրությունները ամբողջական են, կոնկրետ այս մարդիկ են խոսում, մենք խորանանք բովանդակության մեջ, որտեղ բովանդակությունը ինքնին պրոբլեմատիկ չի։ Կա հարցի բովանդակային կողմը եւ կա հարցի իրավական կողմը։ Բովանդակությանը շուտով անդրադառնալու ենք դատական նիստերի ընթացքում, ցույց տալով, որ ապօրինի որևէ բան չի պլանավորվել ըստ այդ ձայնագրությունների։ Դա ճիշտ եմ հասկանում, որ դա այն նույն փորձաքննությունն այն կեղծված որ ասում եք, որ դուք հանրագործության մասին հաղորդում եք ներկայացնում։ Այս պարագայում մենք պնդել ենք, որ կեղծված է զննության արձանագրությունը, որտեղ ձայնագրությունը մեզ տրվել է ինչ որ չափով, մենք այդ ձայնագրությունը լսելով հասկացել ենք, որ քննիչը կոնտեքստից կտրել է դիալոգը եւ փորձել է ներկայացնել այլ կերպ։ Դա այն նույնն է, որ Առաջին դատական նիստերի ընթացքում դատախազները հայտարարում էին, որ ամեն ինչ իդեալական է, ոչ մի խնդրեմ չկա, կեղծիքներ չկան եւ այլն։ Հաջորդիվ դատական նիստերի ընթացքում ասացին, դե գիտեք, չենք բացառում, որ կարող է այդպիսի բան լինի, բայց եկեք ապացույցները հետազոտենք, նոր հասկանանք։ Սա շատ խնդրահարույց է, որտեղ մեղադրանքը հաստատած դատախազը ինքը պատասխանատու է իր բերած ապացույցների համար։ Նորմալ պայմաններում, եթե էլի գործ ունենք օբյեկտիվ քննության հետ, այդ դատախազը ինքը պետք է շահագրգռված լիներ րոպե առաջ բարույթ նախաձեռնել, որպեսզի պարզի հանկարծ կարող է իրեն ներքևից հրամցված ապացույցը կեղծիք է եւ ինքը ստիպված դատանում պետք է դա բերի ներկայացնի խայտարակ լինի։
Բայց մենք տեսնում ենք, որ տևական ժամանակ իրենք անտեսում են, մենք մեր նախաձեռնությամբ հաղորդում ներկայացրեցինք հակակոռուպցիոն կոմիտե, ընդհանրապես չքննարկվեց բովանդակային առումով, հիմա ասել ենք արդեն հակակոռուպցիոն դատարան բողոքարկում ենք։ Դա մեկին գումարած մեկ վիճակ է իրականում։ Մենք վերցնում ենք ձայնագրությունը, լսում ենք եւ տեսնում ենք տեքստը, որը քննիչ կազմել է, իրար հետ չեն բռնում հատվածական առումով։ Այստեղ ակնհայտորեն առնվազն պաշտոնական անփութության հանգամանքը կա, եթե չասենք դիտավորությունը պետք է բացահայտվի, իսկ եթե մենք տեսնում ենք քննչական կոմիտեի տարածված հաղորդագրությունները այս կոնտեքստում, մեր համար գոնե կասկածելի չի, որ դա դիտավորությամբ արված։ Այդ դեպքում եթե դուք չեք առարկում դատավորացած, որ այդ ձայնագրությունները փորձակնությունից հետո կարող է եւ ապացուցվել, այսինքն ի՞նչն է խնդիրը, եթե դուք բովանդակության մեջ ոչ մի բան չեք տեսնում, չէ՞ որ ժամանակ է դեպքում։ Դուք ասում եք փորձակնեք, իրանք չեն փորձակնում, այդ մարդիկ ժամերը մարդու։ Դա չի անցեք բովանդակությանը, պարզեք որ ոչ մի բան չկա մարդկանց։ Այս ձեր հարցից բխեցումը մեր հաջորդ քննարկումը այս ընթացքում դատական process-ի տևական լինել եւ ինչ պատճառով է դա եղել։ Այդ դատավարությունը միայն փաստեր ուսումնասիրելու հարց չի։ Այսինքն եթե մենք փաստեր ուսումնասիրելու տիրույթը մենք մնալու, այդ փաստերը հնարավոր ամբողջությամբ հրապարակել, իրար հետ նստենք, քննարկենք, ճիշտ եւ սխալ հասկանանք։ Դատարանի ֆունկցիան, դատարանի նշանակությունը այն է, որ ինքը ապահովի process-ի օրինականությունը։ Օրինակ, հնարավոր է ինչ-որ մեկի վերաբերյալ ձեռք բերել ձայնագրություն, բայց դա լինի ապօրինի ձեռք բերված։ Հնարավոր է ինչ-որ մեկը ինքնախոստովանական ցուցմունք տա, բայց դա ձեռք բերվի խոշտակման արդյունքում։ Ինքը ճիշտն ասում, բայց դա ապօրինի է ձեռք բերված։ Դատարանը պետք է ապահովի process-ի օրինականությունը։ Սա տեսական դատողություն չի, որ մենք ասում ենք կարող է այս ձայնագրությունները խնդիր ունենան, կեղծված լինեն եւ այլն։ Մեր մտահոգությունն է, որտեղ պրակտիկայում տեսել ենք ոնց են այդ փաստերով մանիպուլյացիայի ենթարկել։ Պրակտիկայում տեսնում ենք այդ ժամանակագրական բանը, որ ասացի, որ տարբեր օրերի են բանանում։ Մենք գործում ունենք նյութ, որտեղ զեկուցագիր կա ՕՀՄ-ի մասին, որը ամսաթվով ընթերցում եմ, մեջը զեկուցված է բաներ, որի վերաբերյալ ձայնագրությունները մի ամիս հետո են կատարվել։ Հիմա ստեղ հարց առաջանում, կամ այս զեկուցագիրն է կեղծված հետո գործի մեջ դրված, կամ այս ձայնագրությունները իրականում այլ ժամանակահատվածում են արվել։ Եթե այլ ժամանակահատվածում են արվել, օրինակ կարող է 23 թվականին արվել, 24 թվականին արվել, դա էականորեն փոխում է իրենց դիրքորոշումները։ Սենց տնից մենք մտել ենք այն փուլ, որտեղ դատարանը շրջանցելով օրենքի պահանջները թույլ է տվել, որպեսզի նման որակի ապացույցներ ճակերտավոր հետազոտվեն, մենք դրանք հետազոտելու ենք առաջիկա դատական նիստերից սկսած եւ յուրաքանչյուրի վերաբերյալ դիրքորոշում արտահայտելու ենք, թե ինչու սա չի ապացուցում հանցագործություն եւ ինչու է սա ապացուցում խաղաղ անհնազանդության ակցիաներ։ Այդ բովանդակությունը մենք եւ դատական նիստերի ընթացքում ենք հնարավոր լինելու բանալ եւ յուրաքանչյուր դատական նիստին հետազոտվելիք նյութը մենք նաեւ այս ֆորմատով ձեր հետ բարբերաբար կիսվելու ենք, որպեսզի եւ այդ ձանձրալի տաղտկալի process-ին ստիպված չլինեք ժամերով հետևելով ինչ-որ դատողություններ անել, այլ ձեռքի տակ ունենալով բոլոր այդ ապացույցները ինքնուրույն հետևություններ։